Այսօր իմ պատկամս պիտելա հավելյալ գլուխի մասին։ Մեր կյանքերը ընդհանրապես պատմություններ են, չէ՞։ Եվ այդ պատմության հեղինակը մենք ենք։ Մենք կգրենք այդ պատմությունը։ Այո, Աստված կգրե մեր կյանքին պատմությունը, բայց մենք որոշումներ կառնենք, մեծ որոշումներ կառնենք, որոնց համաձայն այդ պատմությունը իր ընթացքը կստանա։ Եվ չեմ գիտեր, եթե ցես մե շատեր դիտած են ֆիլմեր, ինչպես Lord of the Rings-ը կամ Hobbit-ը, այսպիսի ֆիլմեր, որ դիտած եք, կտեսնեք, որ մեծ դժվարություններ են յետքը, մեզի հատուկ բաժիմը գլա, ասենք հավելյալ բաժիմը գլա, որ մեզի կցնե, որ այդ բոլոր բայկարներեն վեճ, այդ բոլոր հաղթություններեն վեճ, այդ բոլոր դժվարություններեն վեճ, դարիներ յետք աս անցերուն ինչ եղավ, չէ՞։ Երբ որ մենք կտեսնենք մարդիկ, չէ, մեծ մարդիկ կամ մարդիկ, որ շատ մեծ նվաճումներ ունեցած են, գուզենք գիտնալ, որ դարիներ վեճ աս մարդուն կյանքին վերջավորության ինչ եղավ, չէ։ Մեր կյանքի մեջ ալ մենք գուզենք գիտնալ մեր հարցումները մեկն է, քոնե իմ հարցումներս մեկն է, որ կյանքից վերջավորության ես ինչի պիտի վերածվիմ, այսինքն ով պիտի լամ ես իմ կյանքից վերջավորությամբ, ինչեր հրած պիտի լամ, ինչպես ես աս կյանքը պիտի ցկեմ եւ մյուս կյանքին պիտի երթամ։ Այսօր ես բիդարնեմ 3 օրինակներ, մեկը բիդելա Ղազարոսի օրինակը, մյուսը բիդելա Մարիամ Մագդալենացի օրինակը, մյուսը Անարակ որդի օրինակը։ Բիդի սկսեմ Ղազարոսի օրինակեն։ Ղազարոսի պատմությունը միայն Ղազարոսի պատմությունը չեն, համաձայն ենք։ Ադիգա Մարիամին եւ Մարթային ալ պատմություններ, չէ՞։ Մենք գիտենք պատմություն Ղազարոսին եւ Ղազարոս Հովանու 11-րդ գլուխի մեջ Ղազարոս գիվանտանա եւ իր քույրերը Մարիամը եւ Մարթան գաղութեն Ղազարոսին համար, չէ՞։ Գաղութեն եւ վստահ որ շարունակ գաղութեին եւ հրաշքը սպասեին։ Մանավանդ որ Հիսուսի պես բարեկամ ունեին, որ իրենք կսիրեր իրենք եւ Ղազարոսը կսիրեր, Ղազարոսին ընկերներ դեր Հիսուս։ Բայց ադով հանդերձ երբ լուր կղրգեն դեր Հիսուսի, դեր Հիսուս չի կար։ Դեր Հիսուս կսե քիդեր որ Ղազարոս պիտի մերնի, գցկե որ 2 օր գուշանա, թիդմամբ գուշանա, որբիսի Ղազարոս մերնի եւ ինքը վերջ երթա։ Եվ առաջին բարը, երբ որ գվերադառնա, առաջին բարը որ Մարթա գսե, դեր եթե դու նոսը լայր, Մարիամը նույնպես գսե, հակառակ որ գվստահին իրեն, հակառակ որ գսիրեն զինք, բայց ասանք գարցեք դեսակը ածավի մեջը բորտկում մգար։ Դեր ինչու չգար։ Մենք քեզ լուրը գեցինք սկիզբեն, ինչու շուտ չգար։ Գիտակ, գսիրեին Հիսուսը, գահավադային դեր Հիսուսի, գահավադային որ մերներն հարություն գտնալ, բայց դակավի մեծ ցավ գար իրեն սրտերում մեջ։ Մեր կյանքերում մեջ այսալ վստահ եմ, քոնե ես ունեցած եմ, վստահ եմ, թե շատեր ունեցած են այսպիսի բահեր, որ դեր եթե տուն հոսը լայր, դեր ինչու ժամանակին չգար։ Եվ ընդհանրապես եթե ուշադրություն գնեք, դերը ժամանակին չգար։ Քոնի իմ մարկայից մեծամասնության ժամանակներում դեր ժամանակին չկար։ Դերը իր ժամանակին գուկա, իմ ժամանակից չկար։ Ես ոնք բարդրդվիմ, ինչեր գնամ, բادرեն գելեմ, այսինքն չեմ ընդհանրապես ես չեմ կանգադիր դիրոջ, որովհետև վստահիմ իրեն, բայց եղած է 1 կամ 2 անգամ բայթած եմ։ Այսինքն դեր ինչու արդոնեցիր, ինչու արդոնեցիր, որ ասան գլա, թուն գրնայր ուրիշ բաննել, մեկ անգամ եղած է, որ այսպես հրացեմ շատ մեծ ծավի մեջ և նույն ադեն աղոտած ադի սած ադենս, ես ադիգա իրականության մեջ թուք ասանք խոսքեր գսեք մեգումը, երբ որ շատ կվստահի գիրեն, շատ կսիրեքսինք, մեծ հարաբերություն ունի գիրեն հետ, չէ, չէ գսեր օդարիմը, ասանք խոս չես սեր օդարիմը, չէ, գսես մեգումը, որ ամպորտ սիրդդ իրեն է, ամպորտ շուճամ կվստահես և աս կանկադի ադեն նույնիսկ գսեի, որ դիրոջ շատ մդիկմիներ ինձի, գիտես ես ինչպես եմ, հիմա բանեմ, գծավին որ բարսապես ադորամար գխոսիմ, որ հաջիս մին եղվեր ինձ մե, որդև շատ կսիրեմ զինք։ Ղազարոսի բարակային Մարիամը և Մարթայի բարական ասանք եղավ, Ղազարոս մերավ, դեր Հիսուս եկավ, քարը քլորվեցավ, ամեն ինչ վերջացավ եւ 4 օր վեճ արդեն հрьяաները բանգնեին, որ արդեն մեռած է, որովհետեւ մինչեւ 4 օր հрьяաները բանգնեին, որ իրենց ավանդության համաձայն հոգին դակավին մինչեւ 3-րդ օրը գբդի գահավատային, բայց 4-րդ օրը երբ որ լար վերջացավ, հոգին գնաց, անանք գահավատային։ Հավանաբար դեր Հիսուս ադոր համար, իրենց այդ ավանդության համար ինքը 4 օր սպասեց, որովհետեւ վստահ անդամ որ մեռած է եւ վերջ եկավ։ Վստահ եմ, որ այլևս Մարիամ և Մարտան նույն ձևով չէին աղոթեր, չէ։ Եթե մեկը մերնի, թուն ադորամար աղոթեր ես, գշարնագես թեր հրաշքի համար աղոթել, չես աղոթեր, վստահ եմ, որ գեցան, հույսը գդրված է, թաղված է Ղազարոս, վերջացավ, բայց այդ մեծ ցավեն և մահեն ետ, քոնի ես շատ լավ գիտեմ, ասանք, որովհետև շատ զորավոր գերբով, շատ կետրոնացած ձևով երկար ժամանակ աղոթեցիր և մերավ, չէ, ասանք,
concentrate չես կրնարնել, ասան գործված վիճակ ունենաս, որ հիմա ինչ պիտի ինենք, գիտակ, այսինքն գրնա ադիգա ֆինանսական լալ, գրնա ադիգա անցմը գործընկերելու հետ կապված լալ, գրնա ովև մեկ բան լալ, գրնա աշխարհը գլուխիդ պլած լալ, ամեն ինչ պլած է, հիմա ինչ գործված կլաս։ Եվ ճիշտ այդ դատեն է, որ երբ ամեն ինչ գործված կհաշվենք, ամեն ինչ ավարտած կհաշվենք, Ղազարոսի պատմությունը վերջացած էր, քրված էր, վերջացած էր, քարը տրված էր, չէ՞։ Ճիշտ այն ադեն Տեր Հիսուս եկավ եւ շնորհքը պատմության մեջ մտավ։ Ճիշտ այդ ադեն Տեր Հիսուս կուքա եւ շնորհքը մեր պատմության մեջ կմտնե։ Եվ այդ ադեն Տեր Հիսուս ինչ ասավ, հավատացավ։ Ես եմ հարությունը եւ կյանքը Մարտայի ասավ, չէ՞։ Բիդի անցնենք հիմա, օքեյ։ Տեր Հիսուս եկավ եւ քարին արջև գեցավ, ոչ մի անի մխիտարո։ Տեր Հիսուս լացավ, շատեր գսեն, որ Մարիամ եւ Մարտան գուլային գոր ադորամար Տեր Հիսուս լացավ։ Ես շատ չեմ հավատար ադոր, վստահ եմ, որ ուրիշ պատճառ մգար։ Այո, մարդկային մասը գար, իր ընկերներ, այո լացավ, այո սիրտը շարժեցավ, բայց ես կհավատամ, որ ատկի անտին բան մգար։ Եվ ուղղակի Ղազարոսին համար բան մգար, Մարիամի Մարտային համար բան մգար, որ իրենք բան մբետ ցևով ուրիշ stage պետք է անցնեին, այսինքն ուրիշ հանգրվամը պիտի անցներ Տեր Հիսուս իրենց։ Տեր Հիսուս քարին արջև երբ որ գեցավ, ինք գեցավ իբրև մահվան եւ յանքի դերը, չէ՞։ Եվ սավ առաջին բարերը որ սավ վերցուցեք քարը։ Մարտան առաջինն էր որ սա որ դեր 4 օրը մեռած է, հիմա հոդած պիտելա։ Եվ ըստայն որ մնացած ժողովուրդն արին որ ասին որ ուշ է արդեն։ Պերանացի չսողը վստահ որ միտքենը սա որ արդեն ուշ է, չէ՞։ Մենք շատ անգամ գրնանք ասել որ եթե պայմանները սկսին փոխվել, գրնանք ասել որ արդեն ուշ է։ Հիմա այլևս իմաստ չունի ասիկա եթե լագամ չլա, ինձի տարբերություն չներ եւ դեսակը թարմություն ալ գա ադոր մեջը, որ իր ժամանակին եթե չլա, այլևս ուշ է հիմա, չէ՞։ Ես վստահ եմ որ մեր կյանքերում մեջ շատ բաներ ունենք, ամեն մարդալ ունի դեղեր որ գսե հիմա այլևս ուշ է։ Տեր Հիսուս ճիշտ այդ հիմա այլևս ուշի մեջ է որ գմտնե։ Եվ ասավ 3 բառասավ Տեր Հիսուս, Ղազարոս դուրս եկուր։ Եվ Ղազարոս դուրս եկավ։ Ղազարոս դուրս եկավ եւ մարդիկը հավատացին Տեր Հիսուսի գսե, չէ՞։ Եվ հաջորդ բառերը որ ասավ քագեցեք բադանքները եւ ցկեցեք որ երտա, չէ՞։ Երբ որ ասցկեցեք որ երտան 3 պատմություններում մեջ նույնը կտեսնենք, ցկեցեք որ երտա։ Երբ որ ասիգա գարտած ես հիշեցի երբ քիրքի մեջ ասված որ փարավորին գսե արցագեմ ժողովուրդս որբեսի հոն շարունակություն գա հոն շարունակություն չի գա հոս գսե մի անցկեցեք որ երտա բայց Ղազարոս ու պիտի երտար որու գսեր ինքը ցկեցեք որ երտա Տեր Հիսուս իրականության մեջ ամեն գաբան գդրեց իրեն։ Եթե տեսնենք երկիրքին 7-րդ գլուխ 16-րդ համարի մեջ պատասխանը գսե որ Հիսուս շարունակությունը գա, գսե արցակե իմ ժողովուրդս որպես երթար եւ զիս պաշտե։ Ղազարոս պետք է արցակվեր որպես իլման երթար եւ զասված պաշտեր։ Իր յանքը այլևս Աստծո հետ պիտի երթար։ Այդ նոր գլուխը որ Աստված իրեն տվավ, այդ նոր գլուխը պատմության մեջ իր յանքի պատմության մեջ որ քրեց նպատակ ունի։ Բարապտեղ Աստված չսեր օ Մարիամը եւ Մարտան մեղքեն, Ղազարոսը պետք է հարուցանեմ, չէ՞, որովհետեւ մեղքեն, ահագի մարդ կմերնի որ ամենը պետք է հարուցանի այդ արին, չէ՞, միան մեղքի հարց չէ, միան իր ընկերը լարուն հարցը չէ, եթե Chosen ֆիլմը դիտերեք չեմ գիտեր, սիրիզը դիտերեք, հոն Ղազարոս իրեն ավոր հարցումը գարցնի, գսե որ ինչու ինձի գսե ասկա մարդ կմերնի որ ինչու ինձի բաներ իր գսե հարություն դվիր հոն նպատակ կա եւ ավանդությունը գսե որ մինչեւ այդ Գիբրոս երթակ կդեսնեք որ եկեղեցի կա եւ ուղղակի Ղազարոսին օրը կդոնեն իբրև սուրբ ավանդությունը գսե որ Ղազարոս ատկե իդ Գիբրոս կնաց եւ 30 տարի գսե եպիսկոպոս եղավ եւ մի անաստծո ծառայեց սո Ղազարոս հասկացավ at հավելյալ chapter-ը հավելյալ գլուխը ինչու համար պետք է գործածել որու հետ պիտանցներ at հավելյալ գլուխը Աստծո հետ պիտանցներ Երկրորդ պատմությունը անարակ որդին պատմությունն է։ Աս որդին ամեն ինչ հորմեն ժառանգություն գուզե։ Ժառանգությունը երբ կառնի զավակը։ Երբ կառնի ժառանգությունը, երբ որ հայրը մեռնի։ So ինչ վիրավորական պետք է լա հոր համար, որ չմերացնու ժառանգությունը ուզես։ Նախ իր իրավունքը չէ, իրեն չի ադրամը, բայց հայրը այնքան սիրող հայր է, այդքան հավատարիմ հայր է, որ Okay, ժառանգությունս կուզես գուտամ գսե, գուտա իրեն ամեն ինչ, բայց որդին ոչ միան ժառանգությունը գարնի, դու նգծկեք է, տայև գսե հերավոր երգիր մկնաց, այսինքն ասել գուզե, որ ուրիշ պարերով հորը, գսե, որ ես կութարամըտ պիդարնեմ, բայց ոչ կեզի գուզեմ, ոչ ալ կեզի հետ պամը գուզեմ ընել, շատ անգամ
մենք Աստծո ուկանք եւ գսենք, մենք քեզ մի ասինչ բան ուզենք, բայց մենք քեզ հետ հարաբերություն չենք ուզեր։ Մենք դու մեզ մի բան չես կրնար առնել, չէ՞։ So Որդին ժամանակ մի հետ գսե, որդին ամեն ինչ գործընծուց, նորմալ էր, որովհետև որդին իր պայմաններով գուզեր գոր ապրել, իր ուզածին պես պիտի ապրի, իր ուզածը պիտի ինե։ Բիդարնի իր հորմեն ամեն ինչը, բայց իր ուզածը պիտի ինե եւ հայրը պիտի չխառնվի եւ ընտանիքն ապաշնվեցավ, ընտանիքն պիտի չխառնվի։ So ես ասիկա գտեսնեմ իբրև եկեղեցին եւ իբրև հայրը իբրև մեր Աստվածը, չէ՞։ Ամեն ինչ պիտի առնեմ իր մե, բայց ես իրեն բամը պիտի չիրամ։ Բայց գսե որդին անդրադարձավ որդին ապաշխարեց առաջին բարակային Ղազարոսի բարակային ապաշխարության հարց չի գար, չէ՞, բայց արտնությունը պետք է լար, շիֆտը պետք է լար Ղազարոսի կյանքի մեջը։ Հավատ կար, հոնե դերեսուսի ինգերներ, ամեն ինչ օքեյ էր, բայց տակավին այդ շիֆտը չի գար, այդ փոփոխությունը չի գար, որ Ղազարոս պետք է ներ, լման Աստծո համար ապրելու համար, ադիգա չի գար տակավին։ Սո Աստված իրեն Ղազարոս գրնալալ, որ մեկը մերնի եւ վերջ 4 օր վերջ հարություն առնե եւ ավանդությունը գսե որ Ղազարոս իր քերեսմանին վրա քրել դված է 4 օր մերած դերեսուսի բարեկամը շատ որ բան է գնալալ որ մեկը աս ամեն ապրի վերջի յետքա եւ նույնը մնա գրնաբադայր որ նույնը մնա գրնաբադայր որ նույնը մնա այո գրնա Ռաֆին գսե այո, դիկրանին գսե ոչ, չի գնար բադայր։ Ղազարոսի բարակային չի եղավ։ Բայց իրականության մեջ անարակ որդի մեջ Աստված բացկծկե այդ վերջավորությունը։ Տիդման բացկծկե Ռաֆին բեսերուն համար, Ռաֆին նսածին համար, որտեղ ուրիշ կես մգա գրնալալ։ Գրնալալ մարդը վերներն հարություն առնե եւ դագավին գրնագը դարձնե վերտա։ Իր ուզած կյանքի իր անցյալի կյանքը ապրի։ Չփոխե իր կյանքը, այսինքն չգիտնա ադոր արժեքը չգիտնա որ ինչու դրվեցավ այդ նոր գլուխը իրեն համար անարակ որդին գսե եւ որ գսղճա կուքա գսե հայրին գսե ես մեղանչեցի Աստծո թեմ եւ քեզի թեմ գսե շատ որ բամը գսե ոս ես մեղանչեցի նախ Աստծո թեմ շատ լավ գիտեք որ ինչ ըրած է եւ վերջը քեզի թեմ գսե այլևս արժան չեմ քու որդիդ կոչվելու գսե ինձի կուծարաններից մեկը ըրե գսե որ հայրը մտիկ անգամ չներ, ասանք բարապաներում մտիկ չներ, սոկուկա հայրը գվազելով գերտագսե, եթե հայրը հերույեն գտեսնի արդեն իրեն, երբ որ հերույեն գտեսնեցել է հայրը ամեն օր գսպասեր որ իրեն, որդին գսպասեր որ ամեն օր վստահ որ ամեն օր քունը փախչած էր հայրը վազելով գերտագսե, գպատվի իրեն գսե, գահամբուրե գսե, Մարգյանին գսե ծառներում բերեք լավակույն պատմուջանը գսե, մադանին տրեք իր ցերքին գսե եւ իր ոտքերում գսե գոշիկներ տրեք։ Մենք գիտենք որ Մադանին այդատեն աստեսակ մադանին որ հայրերը գուտային իրականության մեջ մի անորթիներուն գուտային որովհետև վրան գնիկ կլար հագարակ որ որդին իր ժառանգությունը ամբողջությամբ գործընծուց հայրի հետ գնիկ ունեցող մադանին դվավ որով հոր ունեցած նորեն գրնա գործընծնել այսինքն հայրը հետ ամեն ինչ դվավ իրեն այդ գնիկով ինքը գրնար գնիկնել եւ արևդուրնել այդ որդին որ անարագ էր անարագությամբ վարգյանին եկած վարգյանին հետ դվավ չեսա որ սպասենք նայենք աստղային ինչ պետք է խելքը գլուխը եկավ բարապ խոսքեր են ասում կամ ոչ չսպասեց հայրը առաջին օրեն առաջին վարգյանին իր մադանին դվավ ցեցնելու համար որ թուն իմ որդիս ես ինչ ալելա Չէ, գսե մադանին դվավ իրեն եւ գսե պայմաններ չի դրավ անշուշտ ոչ պատիժ ոչ բանգար որը միտքի մեջ հայրը ասավ գործված էր գտնվեցավ իմ որդիս միան ուրախ էր որ որդին եկած է ամբողջ բանը իր ուրախությունը որդին էր ոչ չէ ստացվածքը եւ գսե ուրեմն մադանին իշխանության եւ պատկանելիության նշան է որ այլևս այդ որդին վերականգնված է ադնդանիքի մեջ նորեն որդի է ադնդանիքի մեջ երկրորդը հայրի իրեն գսե բան դվավ բատմուջան դվավ լավակույն բատմուջան դվավ իսկ բատմուջանը որովհետև որդին ամոթի մեջ մխրջված էր վերջին ձայր վարիչա որդին այսինքն գարձես թե վերջացած էր այլևս որդին կյանքը վերջացած էր որդին եթե չզղջար հայրը այդ ամոթը իդ իր բադիվով ծածկեց իր բադիվով ծածկեց հայրը որպես ամենում ցցնե որ ասիա իմ որդիս է դուք իրեն այդ պիտի վարվիկ ինչպես ես կվարվեմ իբրև իմ որդիս պիտի վարվիկ եւ ոչ թե մեկը որ կացած է որովհետեւ նույնիսկ իր եղբայրը իր մեծ եղբայրը առաջին վարկանին ասավ ինչպես ասոր գրնաս ընդունի չէ եթե իր մեծ եղբայրը անանք վարվեցավ գրնային ծառաներ նույնն էլ չէ աս անարագը որ քնած ամեն ինչ գործընծուց
զեխության ապրեցավ եւ բորնության կյանք ապրեցավ, չէ, մարդիկ ագրնային անանքնայել, ադիգաչ որբեսի չնեն, սկիզբեն հայրը զինք ծածկեց։ Սկիզբեն ծածկեց իր պաշտպանությամբ, որ մեկը չհամարցակի իր որդին գտնալ, չէ։ Իսկ երրորդը գոշիկները, այդ օրերուն գոշիկ ընդհանրապես ծառաները փոփիկ կլային եւ մի անորտիները գոշիկ ունենային։ Եվ նույն ադեն գոշիկները երկու բանի խորհրդանիշ էին, թե ազատության խորհրդանիշ էին եւ թե որդիության։ Որդիության, որ ինքը ավելի բարձր է գտնեն, ծառաչե ինքը եւ նույն ադեն ազատության, որ նայ դղաս, ովև մեկատեն տուն ետ կրնաս ցկել եւ երտալ, ազատ ես, չէ՞։ Եվ անարակ որդին պատմությունը բաց կցկվի, որովհետեւ ազատ է անցը, այդ ամեն ներումեն ետքը, չէ՞։ Երրորդ օրինակը մեր Մարիամ Մագդալենացին օրինակն էր։ Ասիգա ինձի համար իսկ որդին համար չվեշտացած, գուզեմ ավելցնել, որ որդին այլևս երբ որ երկրորդ օր արտնցավ, որդին այլևս ծառաներուն քովը բարգած չէր, չէ՞։ Որդիներու քովը բանտողի մեջ բարգած չէր, ծառաներուն քով բարգած չէր, չէ՞։ Այլևս ինքը վարձկան չէր, ոչ վարձկան էր, ինքը իբրև վարձկան տրված էր, չէ, խոզերուն հոգ կդաներ, որ մեծ անարկանք էր հрьяաներուն համար։ Հոր համար ինքը այլևս որդի էր, ծառա չէր, բանտողի մեջ չէր, պապկասուն իշխանը չէր, ոչ աշպացած որդի էր։ Որդի իսել է շնորհքը մեր առաջին բանը, որ շնորհքը գվերանքն է մեր կյանքերում մեջ հարաբերությունն է։ Ամենին կարևոր բանը, որ շնորհքը դրամեն առաջ մեր պայմաններեն առաջ առաջին բանը, որ գվերանքն է Աստծո հետ մեր հարաբերությունն է, մեր շուրջիներում մեր ընտանիքին հետ մեր հարաբերությունն է։ Աստծո համար ադիգա ամենին կարևոր բանն է, ամենին կարևոր բանն է։ Որդին ուներ երկու բան, որդին ուներ իրավունքներ, որովհետև ով մեկ հարաբերության մեջ, օրինակ եթե գին եւ ամուսին հարաբերություն ունին, չէ, ասի գինը ասի ամուսինն է, իրավունքներ ունին, այդ հարաբերության պատճառով իրենք իրավունքներ ունին երկուքնա, բայց նույն ադեն, նույնքան բարդականություններ ունին երկու կողմեն։ Որդին իրավունքներ ուներ, ամեն իրավունք ուներ իր ընտանիքի մեջ, բայց ամեն բարդականություն ուներ իր ընտանիքի մեջ։ Պատասխանատվությունը, շնորհքը պատասխանատվությունը զանց չներ։ Որդին այլևս իբրև որդի պետք է ապրեր, այլապես ինքզին դուրս պիտի ցկեր որդի ուտենե։ Ինչպես որ Սալոնային համար, Արուսյակին համար Աստվածաշունչը գսե որ ինքզին իր աթիրքը որ իրեն տրված էր, ինքը աթիրքեն դուրս ելավ։ So մենք երբ որ իբրև որդի կամ մեր հարաբերություններում մեջ կամ մեր թիրքերում մեջ, մեր եկեղեցվո մեջ, մեր ընտանիքներում մեջ մենք թիրքը կբահենք։ Երբ որ մենք թիրքեն դուրս ելենք, ինքնաբերաբար սատանային եւ թիվային աշխարհին բաց կլանք, երբ որ մեր թիրքերեն դուրս գելենք, երբ որ անորեն բաներ գնենք մեր թիրքերեն դուրս ելելով, մեր բարդականությունը չնելով, մեր թիրքի մեջ չմնալով, ուղղակի թիրախ կլանք սատանային։ Գահարված է, չխնայեր, ինքը կսպասի ադոր ատվարգանին։ Երրորդ օրինակը, որ իմ սրտիս համար շատ մոտ է, Մարիամ Մագդալենացին է։ Ես շատ կսիրեմ Մարիամ Մագդալենացին։ Մարիամ Մագդալենացին Շալավոր բան եղավ ասվարակային, դարբերը երկու պատմություններ են։ Հիմա որդին իր ազատ կամքով ըրավ, Ղազարոս իր ազատ կամքով չրավ, չէ, Տեր Հիսուս միջամտեցոն իր ընկեր հավանաբար քիչ մարշունչան պետք ուներ, երրորդ բարական Մարիամ Մագդալենացին բարակային Սատանան ընրավ, իմ գարձիկովը Սատանան ընրավ։ So Սատանան Մարիամ Մագդալենացին իրեն համար վեշտացած հարց մներ։ Վեշտացած ինքը արդեն 7 թևեր ուներ իր մեջը, գավանքներու մեջ էր, լման խավարի մեջ էր, ամբողջ սոսայտին իր գաբը գդրած էր իրեն հետը, ամեն մարդ անարքանքով գնայր իրեն, ոչ մեկը գնտուներ զինք չէ, Փարիսեցիները բռնեցին եւ Սատանան անշուշտ Փարիսեցիներուն ցերկով բռնեց եւ Հիսուսի ոտքերուն արչեւ նետեց։ Հիսուսի ոտքերուն արչեւ նետեց զինք իբրև գեր, որովհետև ավելի մեծ սուկ մգարոն, որ Տեր Հիսուսն էր։ Սատանան գործեց որ Տեր Հիսուսը որցալ, որովհետև Մարիամ Մագդալենացին արդեն իրեն էր, չէ՞, որսալու պետք չունի։ Այլևս իբրև երբ որ մեկը Սատանային կպատկանի, այլևս անորը չսպաղեր, զանիգա գործած է, այդ անցքը գործած է իբրև գեր ուրիշի վնասացնելու համար։ So Մարիամ Մագդալենացին Սատանան նետեց Հիսուսի ոտքերուն, բայց շատ մեծ սխալ մեռավ անշուշտ, որովհետև ճիշտ շիրակ անցին ոտքերուն արչև նետեց, փրկության արչև նետեց։ Եվ երբ որ Փարիսեցիները փորձելով Տեր Հիսուսը ասին որ Մովսեսական օրենքը գսե որ մենք բորնիկները պետք է կարգոծենք, դու ինչ գսես, չէ՞։
դեր Հիսուս չպարասխանեց իրեն եւ վերջի անգամ գսե կեդին գնայր եւ իրենց չեր նայր նույնիսկ կեդինը մատով գկրեր գսե եւ գսե վերջի անգամ ասա որ ցեզ մի ով որ անմեղ է անշուշտ ինքը գիտեր որ մեկը չի գա որ աշխարհի վրա անմեղ է ամեն մարդ բզի մինչեւ մեծը մեղավոր է բայց ինքը անմեղության մասին չէր խոսեր որ ուղագի at որոշակի մեղքին համար ցեզ մի ով որ աս մեղքը չէ եղած ինչ որով Մարիամ Մագդալենացին դուք բանգնեք կոր գտարաբարդեք կոր Եվ աս մեղքը չէ եղած գսե թող առաջին քարն է դեև գսե մեծեն մինչև բզի մինչև մեծը չսեր մեծեն մինչև բզի գսե քարերից կեցին եւ կացին սել ամեն ատ մեղքը եղած են սոտուք որ ատ մեղքը եղած ինչպես զինք պիտի տարաբարդեք ասեցած դեր Հիսուսին եւ դեր Հիսուս գսե այդատեն երբ որ գերտան գսե այդատեն որ գլուխը կբարձրացնի եւ Մարիամին գսե որ գինգ գսե ուր են քեզ տարաբարդողները գսե մեկ էս չտարաբարդեց գսե Մարիամ Մագդալենացին գսե ոչ ձեր ոչ մեկը տարաբարդեցիս դեր Հիսուս գսե ես ակես չեմ տարաբարդեր քնա եւ ասկե յետք քնա նույն բառը գսե գոր գարցագե գոր քնա եւ ասկե յետք մեղմի գործեր գսե Մարիամի չէ so Փարավոնի բարակային ասված իր խոսքը գրգեց իր ծառայի միջոցով Մովսեսի միջոցով չէ եւ Փարավոն չարցակեց արցակեցավ եւ չարցակեց բայց ասված սիդման բրազերադիգա որովհետեւ սիրտը գարծացնի եւ ինքը հարված է եւ ցնե որ ինքը միակ ճշմարիտ ասվածն է բայց հոս դեր Հիսուս անցամբ երբ որ գսե արցակե երբ որ օրինակ համար եթե մեկը տրամբատ կունի չէ Եթե թիմացին թունք ասմեջ մտնես եւ ասես որ արցակե աս մարտը չարցակեր վստահի չարցակեք գսե թուն վճարը գսե իր դեղը չէ Հիսուս երբ որ հոս գսեր որ արցակե քնա գսեր որ որովհետեւ ինքը պիտի վճարեր իր դեղը Մարիամ Մագդալենացին շատ լավ հասկացավ ասիգա Մարիամ Մագդալենացին շատ լավ հասկացավ որ ասի բարձ Արցակումը չէր Մարիամ Մագդալենացին հասկացավ որ իր կյանքի մեջ նոր գլուխ մկրվեցավ նոր գլուխ նոր չապտեր մբացվեցավ շատ լավ հասկացավ եւ ինքը շատ լավ հասկացավ որ այդ նոր գլուխը որու հետ պիտի անցներ ուր պիտի երթար եւ ինչպես պիտի ապրեր այդ կյանքը գսե այդ օրեն յետ Մարիամ Մագդալենացին անբաժան էր դեր Հիսուսեն Չծիկեց իր ամենեն հավատարիմ աշակերտները մեկը ներգսե Մարիամ Մագդալենացին չծիկեց դեր Հիսուսը գսեր անբաժաներ դեր Հիսուսեն գսե եւ գսե ամենեն վստահիլները մեկը ներգսե Մարիամ Մագդալենացին նույնիսկ խաչինքով երբ որ Հիսուսի աշակերտները լքած էին ինք մեկը չէր մնացած Մարիամ Մագդալենացին առաջին գիներն են որ հոներ եւ առաջին անձը մեկ եղավ որ քերիզմանը բարապ տեսավ եւ առաջին անձը եղավ Հիսուսի հարութենեն յետ որ դեր Հիսուս իրեն հայտնվեցավ ասիգա թիդմանբեր Ասիգա աս ամենը չի գնալալ որ զուգադիպություն են Աս մենք ինչպես Մարիամ Մագդալենացին դեր Հիսուսը ասավ ես ալ քեզ չեմ դադարդեր մենք բոլորս ալ ով որ հոսնցած է քոնե գիտենք որ մենք նույն բարերը լսած ենք Աստծուց ես ալ քեզ չեմ դադարդեր երբ լսած ենք ասպարերը մեր ապաշխարության ադեն երբ որ մենք ապաշխարեցինք Հիսուս մեր դադարության բադիժը ինքն վրա արավ չի դադարդեց մեզ ազատ արձակեց ինչպես Մարիամին արձակեց, չէ՞, բայց մեզի կմնա, երբ որ մեզի ազատ կարձակի դեր Հիսուս, ասել է որ ինքն նպատակ ունի։ Մենք նոր գլուխը ընդհանրապես միան ապաշխարության ադեն ապաշխարութեն յետ կստանանք կամ ուրիշ անգամներ արգստանանք նոր գլուխը մեր կյանքի մեջ։ Մեկ անգամ կստանանք կամ գրնանք շարունակ ստանալ մեր կյանքերում մեջ նոր գլուխներ։ Ես կհավատամ որ շատ անգամ կգնանք ստանալ, չէ՞։ Ամեն անգամ որ մենք կզղջանք, ամեն անգամ որ մենք յետ կդառնանք, ամեն անգամ որ մենք կաշխարենք, ամեն անգամ որ փած կլանք շնորհքին Աստծո, ամեն անգամ որ կհավատանք որ Աստված նոր էջ մգրնապանալ մեր կյանքերում մեջ եւ անանք կգենանք Աստծո առջև, որ ես նոր էջ կուզեմ, չէ՞։ Բայց երբ որ ես նոր էջ կուզեմ, ես բաճար պիտի տնեմ այդ նոր էջին, չէ՞։ Ես նոր էջը ինչու կուզեմ Ինչպես պիտի անցնեմ ես այդ նոր էջը, որը հետ պիտի անցնեմ այդ նոր էջը։ Եզեկիա թագավորը 15 գսե Աստծո հիվանդացավ գսե Աստվածաշունչը եւ Մարգարեն եկավ եւ իրեն ասավ որ դու պիտի մեռնես եւ տասավոր եք ուդունդ։ Եվ գսե ինքը լացավ, բադին դարձավ գսե լացավ եւ Աստծո ասավ որ ես քեզ համար շատ բաներ ռացեմ եւ դեր լեցում բաներ բինեմ, սոմի մերցեն իմ կյանքս երկար է։ Գսե Դագավին բանը չանցած գսե
գսե սրահին եսի չհասած գսե ասված ետ գրգեց մարգարին եւ սա որ ես կյանքը 15 տարի օբիդի երկարեմ չէ եւ բայց Եսեկա թագավորը ինչպես անցուզա 15 տարիները ահավոր էր հբարտության կակատնագետը եւ ամբողջ Իսրայել դեպի վարիչավ շատ կարեւոր է եւ որ Աստված մեզի նոր գլուխ մը գրե մեր յանքերում մեջ սատանան ագտի դեգոր չէ Սատանան գիտեր որ Եսեկա թագավորը ինչ մեծ աշխատանք գրած էր երկրի մեջ Աստծո Աստված բաշխությունը ճշմարիտ Աստծո բաշխամունքը վերստին բերելու համար երկրի մեջ իր բանեմ վերջը at 15 տարվան ընթացքին ինքը մեկ ցանթում վրա ժողովրդի մեջ երբեմն մեր կյանքերը պատմություններ են երբեմն մեր կյանքերը գոդրված են ինչպես անարակ որդին կյանքը գոդրված էր մեր կյանքերը գործված կլան ինչպես անարակ որդին կյանքը գործված էր եւ մեր կյանքերը վերջացած կրնան լալ բայց Աստծո շնորհքը չի հնազանդիր մեր ավարտածներուն եթե մենք ասենք որ մենք վերջացած ենք Աստծո շնորհքը անոր չի հնազանդիր անգը մտնե մեր պատմության մեջ եւ նոր գլուխ մը գրե մեր կյանքերում մեջ մեր պատմության մեջ եթե մենք արդոնենք որ ինքը հատ նոր գլուխը գրե որովհետեւ Աստծո համար անգարելի բան չի գա Ղազարոսի համար մահեն վերջ կյանք կար Անրակ որդին համար գորստեն երկ դունգար Մարիամ Մագդաղենացին համար Թարաբարութենեն հետ ազդակրուն կար Այսօր կխնդրեմ որ երբ որ գմտածենք բոլորս միասին մեր կյանքի մասին մեր պատմության մասին արդյունք որ Աստծո շնորհքը նոր գլուխ մը գրե մեր կյանքերում մեջ դարբեր ծևերով նոր գլուխ մը գրե մեր կյանքերում մեջ եւ իր շնորհքը եւ մենք մեր գոմեն պատասխանատվություն առնենք որ ինչպես պիտի այդ կյանքը որու հետ պիտի այդ կյանքը եւ ինչ նպատակով պիտի այդ կյանքը եւ այդ նպատակը Այդ նոր գլուխը միան իմաստ կրնա ունենալ ոչ միան մեզի համար մեր շուրջիններուն համար մեծ իմաստ եւ մեծ օրհնություն կրնա ունենալ եթե մենք այդ նոր գլուխը ապրենք քայլ առ քայլ Աստծո հետ Աստծո ցերքեն բռնած Սուրբ ոգիով առաջնորդված